անդրադառնալը երկու արձագանք ունեմ, ցավոք պարոն Քոչարյանը ստեղ չի, այն իմ հարցին գողությունների հետ կապված, ուրեմն սենց մխիթարական խոսքեր ասում դե որ ավտոմեքենայի մի մասը թալանել են, գոհ եղեք, որ մեքենան ամբողջությամբ չեն գողացել, այսինքն պիտի քաղաքացին կամ ես, որ բախվել եմ այդ խնդրի հետ, ուրախանամ ասեմ, չի լավ է, ավտոյի կեսը չկա, լավ է որ կեսը կա։ Այն իր մյուս ելույթին կարող ասի, օրինակ, լավ է որ դուք ավտոյի մեջ չեք եղեք, կարող դուք ավտոյի մեջ լինեիք, ձեզ էլ հետը տանեին։ Ասենք ավտոն ձեր հետ կարելի տանեին, բայց բախտերս բերել ասենք մենք մեքենայի մեջ չենք եղել։ Այսինքն լոգիկան եմ էլ ուզում հասկանամ։ Հետո ասում եք, սենց չի նենց է։ Հիմա լավ պարոն Թունյան, դուք ստեղ եք եւ կամանց արդեն այս վերջի շրջան ավելի մեծ տեմպերով իմ ֆանատ եք դառնում։ Հիմա հա ես պարոն Թունյան, այս ամբիոնը ես բազմաթիվ անգամներ օգտագործել եմ ներկայացնելու այն իրավիճակը, որ տիրում էր Տավուշի մարզում։ Եվ անպագորգոր թող չհնչի, բայց ես եւ մեր հայրենակիցները պայքարել ենք, դրա տեսանյութերը կա, երկու եկեղեցիների համար, որ լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դա իմ պայքարը չի եղել, դա մեր, խնդրում եմ ինձ չընդհատել, դա մեր հայրենակիցների հետ համատեղ պայքարի արդյունքում ա եղել։ Եթե նայեք այդ տեսանյութերը կտեսնեք, որ չափագրման աշխատանքները հենց այդ եկեղեցու տարածքում էին արվում։ Եվ պետք չի ստեղ մանիպուլյացիաներ անել եւ այլը։ Եվ նաեւ կառավարության այդ ժամանակների, ուրեմն Armenpress-ից տված հարցազրույցը կա, այս էլ ձեզ կփոխանցեն, որ փաստում ա նրա մասին, որ այդ խնդիրը կա գոյություն ունի։ ԵԱՀԿ 17 թվականի կարգավորող նորմերը, որ ասում է բնական, ուրեմն բնական արգելքների հիման վրա պետք է սահմանազատումները հաշվի առնելով կենսական նշանակություն ունեցող օբյեկտների, տարածքների այդ զգայուն բան, այդ էլ ձեզ կփոխանցեմ, էլի, որ հասկանաք, որ սահմանազատում ու սահմանագծումը տենց չի արվում, էլի, որ գան մի հատ կիրանցի կամուրջի վրա կանգնեն, ասեն, այս կամուրջը այլևս էլ ձերը չի։ Բայց ելույթս ուզում եմ շարունակել, ուրեմն նաև էլի հերթական մի ցնցող հայտարարության, որ գիտեք ինչ, ուրեմն Հայաստանի Հանրապետություն դեմոգրաֆիական խնդիրը պայմանավորված է, ուրեմն նրանով, որ կանանց բավարար թիվ չկա երեխա ունենալու համար։ Այս ինչ հայտարարություններ է, այս ինչ եք ասում։ Ցավոք սրտի պարոն Թորոսյանը ստեղ չի, էլի։ Երբ որ բերում ես վիճակագրական տվյալները ներկայացնում ես, այլ արգումենտ չի մնում ասելու, որ կանայք տղամարդիկ չկա, կանայք էլ կան, տղամարդիկ էլ կան։ 2-3 օր առաջ մարզերում էինք, ասում են, այդ երիտասարդները չեն ամուսնանում, որովհետև ունեն բնակարանային խնդիր, սոցիալական խնդիր եւ այլը։ Հիմա դուք կասեք, բա մենք 16 միլիոնի ծրագիր ենք իրականացրել։ Եվ ես ողջունում եմ 16 միլիոնների ծրագիրը։ Այո, լավ է որ արվել է, բայց վատ ձևով արվել, ճիշտ ձևով չարվել։ Մեր են առաջարկները, որ ասում ենք այդ 16 միլիոնները առաջին հերթին պիտի լինեն թիրախային, ոչ թե նրա համար, որ մարդը 3 տուն ունենալով 4-րդ ունենա։ Լավ է թող բարով վայելի, ես կամեցող մարդ եմ, Աստված տա թող այդ տունը բարով վայելեն, առողջ վայելեն։ Բայց պիտի այդ էլ արդարության սկզբունքը տեղ գործի։ Արդարության սկզբունքը այն չի, ինձ էլ էին հորդորում, ասում են, դե մի տուն էլ դու սարքի, էլի ասում է։ Հնարավորությունը տվել է մի տուն էլ դու սարքի։ Բայց ո՞րն է այդ բարոյականությունը, եթե 3-4 տուն կա, 5-րդ տունը բանայից կամ 2-րդ տունը մարդ ունի, 3-րդ տունը ունենա, այնինչ այդտեղ այդ խնդիրը կա գոյություն ունի։ Եվ վերջերս ես խոսում էի մի շահառուի հետ, եւ շահառուն ասում էր դե լավ, այլի դաչա կունենան, կգնանք այնտեղ կհանգստանանք։ Ես դեմ չեմ որ դաչա ունենան։ Բայց եթե դե նույն այդ տարածքում խնդիր կա, երբ որ մարդը ուրեմն սողանքային գոտում տուն ունի, 2 օր առաջ ես այդ խնդրին բախվել եմ, ես այդ վթարային տանը չի կարողանում բնակվի, ճիշտ չի դա։ Դա մեր պարտքի հաշվին է։ Հիմա անդրադառնամ փաստերին եւ թվերին։ Ուրեմն խոսում եք Baby Boom ծրագրի մասին։ ՄԱԿ-ի բնակչության հիմնախնդիրների, ուրեմն
հիմնադրամի տվյալներով երիտասարդության նվազման ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջի տեղն է զբաղեցնում։ Սա ո՞նց կարա օրինակ մեզ չմտահոգի։ Սա մտահոգի չէ, թե մտահոգիչ չի։ Իհարկե մտահոգիչ է։ Մարզերում ծնելիության, անկման եւ սոցիալական վատ դրության մասին։ Ուրեմն մարզային բնակչության հետ զրույցում պարզ է դառնում, որ վատթարացել են սոցիալ-տնտեսական դրությունը, գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ զբաղվելը դարձել է ոչ շահավետ։ Եթե նախկինում անտոկոս վարկեր էին տրամադրվում մեր բնակչությանը եւ նաեւ ձեր կառավարության օրոքեն այդ անտոկոս վարկերը տրամադրել եւ այդ առումով դրական տեղաշարժ կար։ Հիմա այդ անտոկոս վարկերը գյուղատնտեսության չեն տրամադրվում, այդ մարդիկ այդ խնդիրները բարձրացնում են։ Ուզում եք զարգանա գյուղը, պետք է անտոկոս վարկերը տրամադրենք, որ գյուղում գյուղատնտեսությունը զարգանա։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ մեր ջրային ռեսուրսները խայտարակ վատ են կառավարվում։ Դրա մասին էլ ենք բազմաթիվ անգամներ խոսացել։ Այ մի Թեհրանը, որ ջրի խնդրի առջև է կանգնած Իրանի Իսլամական Հանրապետությունը, դա նաև նրա արդյունքն է, որ ջրային ռեսուրսների վատ կառավարումը։ Ես չեմ ուզում այդ ամեն ինչը սպառնա նաև մեզ, որովհետև մեր ջրերը, ջրային ակունքները, ուրեմն խնդիր կա այդ ջրային ռեսուրսների կառավարումը, որովհետև գնում են այլ երկրները եւ այսօր ջրի կռիվա, ջրի խնդիր է եւ պետությունները իր հետ պատերազմում են ոչ միայն նավթի գազի համար, այլ նաեւ ջրի համար։ Եվ ըստեղ ես ցուցանիշներ եմ բերեք, ցավոք սրտի ժամանակս կարճ է, ես ուզում եմ նաև ձեզ ներկայացնել, սիրելի հայրենակիցներ, ցուցանիշները, այն տվյալները, որոնք որ մեր ձեռքի տակ կան։ Հիմնականում սոցիալական պատճառներով է արձանագրվել ամուսնությունների թվի կտրուկ նվազումը, ամուսնալուծությունների թվի աճը, մահացության թվի ավելացումը, այդ թվում մանկահասակության ցուցանիշների աճ։ Բնականաբար նաև ծնվածների թվաքանակի նվազում եւ արտագաղթի տեմպերի ավելացում։ Բնակչության կենսունակության գործընթացը ծնվածների եւ մահացածների թվաքանակի հարաբերակցությունը նվազել է 9%-ով։ Բնական հավելաճը ծնվածների եւ մահացածների թվաքանակի տարբերությունը նվազել է 32%-ով։ Ծնվածների թվաքանակը նվազել է շուրջ 1400-ով, մահացածների թվաքանակը աճել է շուրջ 140-ով, ամուսնալուծության թիվը ուրեմն ավելացել է 14%-ով։ Սա մտահոգիչ ցուցանիշներ են։ Շատ կարևոր է, որ մենք այս արձանագրումները անենք, որովհետև ելույթիս սկզբին էլ ասել եմ, մենք ունենք լուրջ դեմոգրաֆիական խնդիրներ։ Հայաստանի Հանրապետությունից մեկնողների թիվը ավելացել է ուրեմն 5200-ով, այսինքն էլի արտագաղթի մտահոգիչ մենք տեմպերում ենք։ Սա այն պարագայում, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները արդեն 2023 թվականից շուրջ 120,000 արցախցի մեր հայրենակիցներ ուրեմն եկել են մայր հայրենիք։ Մեկ ընտանիքում ուրեմն ծնելիությունը հասնում է 1.6 երեխա, այսինքն մենք խնդիր ունենք, մենք ստեղ լրջագույն խնդիր ունենք անելու եւ սոցիալ նախարարը պետք է այս խնդիրներով զբաղվեր, ոչ թե գասի կանանց պակաս կա։ Իդեպ երեք գործընկերս Թաթևոս Ավետիսյանը հազանգում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ներկայությամբ արձագանքեց, որ ուրեմն մանկահասակ երեխաների մահացության թիվը շուրջ 10%-ով աճել է։ Այո, սա էլ է դեմոգրաֆիայի նաև մի մաս։ Եթե սոցիալ նախարարը դա չի ընկալում կամ չի հասկանում, դա իր խնդիրն է, բայց սա էլ շատ մտահոգիչ ուրեմն ցուցանիշ է։ Սա ինչ ենք ասել մենք, մի կասեն բանդիմությունը, այս խնդիրները բանը ասում է, բայց առաջարկներ չի ներկայացնում։ Նույն Հայաստան խմբակցությունը մեր Թադևոս Ավետիսյանի ուրեմն նախաձեռնությամբ առաջարկ կա ներկայացրել։ Բազմազավակ ընտանիքների հետ կապված առաջարկ կա ներկայացվել։ Այդ առաջարկը, եթե չեմ սխալվում, Տիկին Տիգրանյան, ողջունվել է, ասել է լավ է, դե որովհետև բան չի եղել դե ասելու։ Բայց ինչի՞ չի իրականացվել։ Խնդիրը հենց այդ է, որ ընդդիմությունը, եթե առաջարկներ է ներկայացնում, այդ առաջարկները չեն ընդունվում։ Նույնը նաև ես առաջարկ եմ ներկայացրել Տիկին Ավանեսյան, կհիշեք առաջարկս, նաև այն ընտանիքների, որոնք որ խնդիր ունեն պտղաբերության հետ կապված։ 3 տարի այդ առաջարկը չի սահմանամերձ շրջանների, ուրեմն ընտանիքների այդ շահառու դառնալու։ Այդ առաջարկներ չի ընդունվել։ Այսինքն ես
Նաև ոչ միայն սահմանամերձ շրջանը, առհասարակ, եթե մենք ուզում ենք դեմոգրաֆիական խնդիրը լուծենք, այս ընտանիքները, որոնք որ խնդիր ունեն, երեխա ունենալու, առհասարակ պիտի պետությունը լուծի այդ խնդիրը։ Շնորհակալություն։ 2 վայրկյան է։ Խնդիր չկա, իհարկե։ Հիմա քանի որ խոսալու շատ բան կա եւ ժամանակս չի հերիքում, ես կոչ եմ անում, եթե մենք ուզում ենք, որ ունենանք հզոր պետություն, զարգացող համայնքներ, զարգացող սահմանամերձ գյուղեր եւ դեմոգրաֆիական այս պատկերը, որ կա, մենք այս դեմոգրաֆիական պատկերը փոխենք, ուրեմն մեկ-մեկ էլ ականջալուր եղեք ընդդիմության առաջարկներին։ Հաստատ այդ առաջարկների մեջ շատ դրական բաներ կգտնեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն